Ուրեմն երեխեք ջան, մի հատ հետաքրքիր թեմա ունենք այսօր, որ ուզում եմ ձեզ հարցնեմ։ Բազմապատկան աղյուսակը անցել եք, չէ՞։ Դու ես անցել, դու ես անցել։ Քո սիրած թվերը որոնք են։ 1, 10, 2, 3, 5։ Շատ լավ թվեր են։ Իմ սիրած թվերն էլ էին դրանք։ Քոնը որոնք են։ 5, 2։ Ահա։ Դուք լրիվ անցել եք բազմապատկման ուսակ, դուք էլ, չէ՞։ Իսկ գիտեք ով է բերել բազմապատկման աղյուսակը Հայաստան։ Հնդիկները։ Չէ, հնդիկները բերել են, հնդիկները չեն բերել։ Հնդիկները ստեղծել են թվերը, ու այդ շատ լավ բան էր, որ ասացիր, հեսա դրանք կհասնենք, թվերն են ստեղծել, բայց բազմապատկման աղյուսակը հələ մինչև այդ թվերը Հայաստան բերել է մի հատ մարդ, որի անունն է Անանիա Շիրակացի, ու ինքը այդ արել է 1300 տարի առաջ, բայց մենք ասենք 1000 տարի առաջ, 1000 տարի առաջ ինքը երբ որ Հայաստանում չկար ոչ թվեր, ոչ գումարում, ոչ կար իհարկե, բայց որպես գիտություն չկար։ Ու ինքը ուզում է գտնի ստեղ ինչ որ մեկին, որ իրան սովորեցնի այդ մաթեմատիկան եւ ուրիշ գիտություններ։ Ու այն ինչ որ դուք անցնում եք այսօր դպրոցում։ Ինքը մեծ մարդ էր արդեն, բայց այն ժամանակ ուրիշ էր։ Ու ինքը ուզում է դա սովորի, մանա գալիս գրքեր, մանա գալիս ուսուցիչ, չի գտնում իր ուզածը համենայն դեպս ու ասում է դե լավ, եկեք իր բառերից կարդանք, ինչ է ասում ինքը։ Շատ հետաքրքիր բան է։ Նայեք, գրում է. Հույժ սիրելով համարողության արվեստը, համարողությունը այդ թվաբանությունն է։ Այն ժամանակվա բառերն են, 1000 տարի առաջվա։ Խորեցի, թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում։ Մայր համարեցի այն բոլոր ուսմանց։ Եվ քանի որ հայոց մեր աշխարհում չկար այնպիսի մեկը, որ տիրապետեր իմաստությանը, եւ ոչ էլ նույնիսկ որևէ տեղ գիտական գրքեր էին ճարվում, ուստի մեկնեցի հունաց երկիր։ Մտածում որ Հայաստանում չկա, գնամ ասեմ Հունաստան։ Բայց Հայաստանում լուրջ չկար։ Հայաստանում ինչ որ բան կար, ուսուցիչներ կային, արդեն այդ ժամանակ արդեն 200 տարի Հայաստանում հենց հունական գրքեր էին թարգմանվում։ Այդ մեդրանց մեկ Պաղպաղակ այդ ժամանակ կար։ Պաղպաղակ չկար, Արևիկ ջան, այն ժամանակ սառեցնելու ձև չկար, սառնարան չկար նույնիսկ։ Կաթել չկար։ Կաթ կար, կովեր կային, Ո՞ր էին սառը պահում։ Կաթը չէին կար այն ժամանակ սառը պահին, պիտի միանգամից օգտագործեին։ Ոչ մի բան չէին կարա սառը պահին, կարային ձյունը օգտագործեն սառը, այտենց նույնիսկ բանն էին անում, մինչև վերջերս էին անում եւ սառնանը մի 100 տարի է, ինչ 100 տարի էլ չկա, ինչ կա։ Հա։ Վաու։ 200 տարի առաջ սառնան չկա։ Մեծ տատիկի մաման չի։ Հա, չէ։ Սմի 70 տարի է, ինչ սառնան ունեն մարդիկ։ Շանակում է այդ 100 տարի առաջ էլ չկար այդ թվերը։ Չէ, թվերը կային։ Հա։ Սառնանը չկար։ Պաղպաղակը չկար։ Պաղպաղակ, չեմ հիշում պաղպաղակը երբել, բայց պաղպաղակն էլ է։ 200 տարի առաջ հաստատ չկար պաղպաղակ, քաղցր կար, դե քաղցրը հենց մրգերից կա քաղցր։ Հա։ Եղավ, հիմա տեսեք։ Ավտո էլ կար։ Ավտոն չէ, ավտոն էլ մի 100 տարի առաջ ավտոն կա։ Ձիեր էին մինչև այդ։ Ու ես ինքն էլ որ գնաց, հո սամալյոտով չի գնում Հունաստան։ Հա։ Ձիով, կարող է ոտով, մասամբ եւ ձիով կամ ինչ որ ձով այդ ձով է գնում։ Դե մեքենաներ չկային։ Մեքենան 100 տարի, 1000 տարի առաջ է սա։ Կոմպեվանը չկար։ Չէ, ինչ կոմպ, ինչ հեռա, ոչ մի հեռախոս, ոչ մի բան չկար։ Ոչ էլեկտրական։ Ոնց որ մենք հիմա սենց նույնիսկ էս աթոռները չկային։ Չէ, էլեկտրական ոչ, էլեկտրականություն չկար, շտեպսել չկար, լույս չկար։ Բաուտելուց որտեղ էին նստում։ Դե էլի նստում էին սեղանի շուրջ, ուղղակի լույս չկար։ Մոմով էին լույսը ստանում։ Որտեղ էին նստում, եթե աթոռ չկար։ Չէ, ինչ որ բանի վրա նստում էին, աթոռ կար, նկատի ունեմ, ասացի աթոռ չկար, չէ, աթոռ կար, նկատում հենց այս ձևի աթոռներ չկային։ Սիրուն աթոռ Թե չէ չկային։ այն ինչ որ իրանք հաստատ ինչ որ մի աթոռին սիրուն ասում էին։ Մի խոսքով,
պատկերացրեցիք շատ լավ, չէ՞, ինչ դժվար պայմաններ էին ու ինքը այդ դժվար պայմաններում գիրք չի կարող գտնի, ուսուցիչ չի կարող գտնի կոնկրետ մաթեմատիկայից կամ գիտությունից, ինչին որ գիտություն ասում։ Ու ասում է գնամ հասնեմ Հունաստան։ Գնում է հասնում է Հունաստան, այսինքն ուզում է գնա Հունաստան, ուղղակի այդ ճանապարհին իրան հանդիպում են ծանոթներ, ասում են «Խես գնում հասնում Հունաստան»։ Հեսա այստեղ մոտիկ ավելի մեկը կա, որը քո ուզած մաթեմատիկան գիտի, թվերը գիտի, գիտությունն էլ գիտի, հայերենն էլ հետը գիտի։ Գնա մոտը սովորի ու կուզենաս։ Ճուկիկոս անունով մի հատ մարդ է լինում, որի մոտ ինքը գնում է եւ 8 տարի սովորում է այդ մարդու մոտ, 8 տարի մնում է, որը գրքեր ուներ, գրադարան ուներ ու հետո ասում է, որ հետ գամ Հայաստան։ Հետ է գալիս Հայաստան, Անանյա Շիրակացին եւ տեսեք ինչ է բերում։ Բերում է այսպես բան է բերում։ Բերում է այդ իր ասած համարողությունը։ Նայեք, այստեղ ոնց է իր բառերով հենց գրում է եւ ահա սկսում եմ ես ամենից ցածրից եւ պարզագույնից հաշվի առնելով մանուկների եւ հմտություն չունեցողների զարգացման մակարդակը։ Նայեք, նախավարժում ծանոթ է ձեզ։ Հա 1 + 1 հասար 2 2 + 2 հասար 4 ու սա ինքը սենց գրում է, սենց նորնայք սա հետո 10 + 10 սա սենց գրում է, գիտեք խի սենց գրում։ Խի սենց հերթով գրում սա։ Ոստեղ հետո հանումն է գալիս ու հանման դեպքում էլ տեսեք ստե գրածը 10 - 1, հա, սա հանումն է գալիս։ Սա սենց աղյուսակներ են, հետո բազմապատկումն է գալիս։ Երկար, գիտեք խի սենց երկար աղյուսակներով գրում, որովհետև այն ժամանակ այդ ձեր սովորած իրար տակ գումարում, հանում, բազմապատկումը հələ չէին հորինել մարդիկ։ Դուք արել եք, չէ՞, իրար տակ, թե չէ կարել եք։ Արել եք։ Իսկ այն ժամանակ այդ չկար, այդ հələ կարծեմ 500 տարի հետո նոր հորինում են։ Ինքը 1300 տարի առաջ էս թվերը բերում է Հայաստան, բայց այդ իրար տակ գումարում հանում հələ չկար։ Բայց իրականում այս թվերն էլ չկային այն ժամանակ։ Այդ որ ասի, չէ՞, հա, որտեվ այս թվերը, որոնք Հնդկաստանում հնդիկները ստեղծել են, այդ ժամանակ այս 1300 տարի առաջ, որ Շիրակացին գնում է, հələ Հայաստան չէին հասել, հələ ամբողջ աշխարհում տենց տարածված չէին։ Դրա համար Որ երկրում էր։ Հնդկաստանում օրինակ կային, կարող է այդ շրջա տարածքի կողքերի երկրներում էլ լինեին, բայց Եվրոպայում չկար։ Բա ոնց էր գրած այդ Ոնց էին գրում, թվերը ոնց էին գրում, այ հետաքրքիր է, շատ լավ բան է հարցնում։ Այս Շիրակացին, եկեք տեսանք ինքը ինչ է բերում մեզ այդ թվերի փոխարեն, երբ որ դրանք չկային, որտեվ այս գիրքը նոր թարգմանություն է, այս մեր համար գրել են, որ այդպես པարզ երևա, բայց իրականում Շիրակացին բերում է այսենց թվեր, նայ։ A B ան որ տառն այ բբենի առաջին։ 1 առաջին Այսինքն ստե ինչ է ասում, որ 112 100 չէ, ստե ասում է որ բայց ճիշտ է սկրահում 1 1 2 ուզում ասի որ 1-ին եթե գումարենք 1 կստանանք B, այսինքն 2 ու տեսեք որ տարերով են տառերով ոչ միայն տառերով հա տարերով են անում տառերով են անում, բայց տես որ պլյուսն ու հավասարն էլ չկա։ Ուй Այդ նշաններն էլ են հետո հորինել մարդիկ։ Այս երկու տարած Այդ երկու տառները ոնց որ գրես ասենք 15, պիտի գրես 1 ու 5, չէ՞, այնտեղ էլ տառերով են գրում։ խելացի է Բայց դա քիչ չէ որ դուք հիմա գրում եք ասենք պլյուս, մինուս, բայց այդ նշանները 500 տարի հետո նոր 500 էլ չէ, ավելի շատ։ Սա 7-րդ դարն է, 16-րդ դարում, համարյա 700 տարի հետո նոր հորինել են մարդիկ այդ պլյուսը, բազմապատկման նշանը, մինուսը, դրանք չկային։ Մինչև այդ այսպես տառերով են գրում, այդ ավելի դժվար է։ Իսկ սրանից առաջ, այս տառերից էլ առաջ, գիտեք ոնց են գրում։ Օրինակ, հենց այդ նույն հույները, հələ Շիրակացուցել 1000 տարի առաջ։ Ինքն 2500 տարի առաջ։
Այսինքն են գրում մեսա ցույց տամ ուրա այսա։ Վաու։ Էս մեր Հայաստանի, էս իրականում մեր հայկական ձեռագիրն է, որ մատենադարանում դուք եք տեսել, չէ՞ երևի։ Հա։ Տեսեք, ստեղ ոչ մի տար չկա, ոչ ա կա, այսինքն կան, էսա հայերեն գիր է, ուղղակի ստեղ այդ մաթեմատիկական բանը չկա, այդ a b։ Ստեղ զուտ Ո՞նց են հասկանում։ բառերով էին գրում։ Իսկը ոչ թե գրում էին a b, այլ գրում էին եթե մենք մեկին ոնց որ բառերով գրես, եթե մենք մեկին գումարենք, մի մեծությանը գումարենք, ավելացնենք մի ուրիշ մեծություն, ապա կստանանք դրա կրկնակին երկար նախադասություն էին գրում։ Այս Էվկլիդեսի ժամանակ տենց էին գրում։ Դրա համար այս գիրքը որ կա, այս որ տեսակ սա այդ Էվկլիդեսի 13 հատ գիրք է գրել տենց մաթեմատիկայից։ Այս մեր հայկական թարգմանությունն է, որ նույն շիրակացու ժամանակ թարգմանել են։ Ամենաշատը քանի է, չէ՞։ Ամեն մի գիրքը։ Ամեն մեկը դրանցից ես քանց էջով չգիտեմ, բայց ուսա թղթի վրա չեն գրել, սա այն ժամանակ այդ մագաղատ կոչված թղթի փոխարեն է դրա վրա էին գրում։ Քարի վրա են։ Չէ, այնց կաշվի պես բան է։ Չէ, չէ, թուղթն էլ Չինաստանում են հորինել։ Հա, դիգրամն էլ։ Հա, ու հələ այն ժամանակ չէր հասել ոչ Հայաստան, ոչ Եվրոպա թուղթը։ Ու սենց ու իմիջիալ սենց մի հետաքրքիր բան էլ կա այդ հանման գործողության հետ կապված։ Նայեք։ Տեսեք ինչ եք տեսնում ստեղ։ A J T Մեկ հանաստած, բայց դա մինուսով կլինի։ Ճիշտ է, չէ՞։ Դու նույնիսկ ասում ես որ դա մինուսով կլինի, բայց այն ժամանակ հակառակ էին գրում էին, եթե ուզում էին գրեին 10-ից հանած 1, գրում էին 1-ից հանած 10, բայց տենց չեն կարդում, կարդում էին սենց, եթե a մեծությունը, եթե a թիվը հանենք j թվից, j-ն էլ որիորդն է 10-րդն, ապա կստանանք t-ն էլ որիորդն է 9։ Այսինքն մինուսով թիվ կար անց։ Հա, շատ լավ հարց ես տալիս։ Այն ժամանակ մինուսով թվերը դեռ չէին օգտագործում։ Հələ նոր գումարում բազմապատկում էին, զգուշ չընկնես Արեգ ջան։ Գումարում բազմապատկումն էին նոր սովորում։ Ու հետաքրքիր գիտեք ի՞նչն է։ Դուք հիմա որ դասան եք։ Երկրորդ, չորրորդ։ Դուք հիմա արդեն գիտեք այնքան բան, ինչքան այս ժամանակ Հայաստանի գիտնականը։ Վաու։ Բա։ Պատկերացնու՞եք։ Այս ժամանակ մենակ մաթեմատիկան էր, օրինակ մայրենի չկար։ Կար, ոնց չկար։ Ուզում ես այս ժամանակվա մայրենին կարդամ քեզ։ Այն ժամանակ թվային ու շրջակա կար։ Ինչ։ Թվային ու շրջակա։ Շրջակա միջավայր ու չէ, չկային։ Տենց բաներ հələ դպրոց չկար։ Այս դպրոցները, որ դուք սովորում եք, սրանք մի 200 տարի է ինչ կա։ Բայց դասատուներից եք սովորում։ Իրանք։ Չէ, դասատուներ կային, ուղղակի սենց դպրոց, որ բոլոր երեխեքը գնային դպրոց, այդ այն ժամանակ չկար։ Երեխեքը on-line գրքով էին։ Օնլայնը ո՞րն է, Մարիամ ջան։ Հեռախոսով։ Ինտերնետ չկար, հեռախոս չկար։ Ո՞նց են սովորում։ Եթե ուզում էիր սովորեիր, պիտի տեսնես շիրակացին ոնց է, ինքը գնում էր հասնում էր Հունաստան, որ սովորի։ Ընդ որում տենց երեխան չէր կարա նստեր ձին գնար Հունաստան սովորեր։ Չէ, պիտի ծնծնողը տաներ, բայց եթե երեխաներ ուզում սովորի, հիմնականում ընտանիքներում էին սովորում, ծնողներն էին սովորացնում, դպրոց չկար։ Ուտե մի քիչ մեծանում էր, արդեն կարային ուղարկեին ինչ որ վարպետի մոտ սովորելու, թե ինչ որ արեստ էր։ Բայց այդ մայրենին, որ ասացի, Արևիկ, ուզում ես այն վաղտվա մայրենին կարդամ, որտեվ այս հայերենը, որ մենք խոսում ենք, այն ժամանակ շիրակացին այդ ձևով չէր խոսում։ Հիմա կարդամ ինքը ոնց էր խոսում։ Այդ նույն բանը, որ ձեզ կարդացի այդ Հունաստան գնալու մասին, հիմա այն վաղտվա հայերենով կարդամ։ Տեսեք սենց է։ Հույժ կարոցյալ արվեստի համարողությանն խորեցա, եթե ոչինչ հարմարի առանց թվոց, մայր կարծելով ամենայն իմաստից։ Եվ վասնզի ոչ գտաներ աշխարհիս հայոց մարդ ոգ, որ գիտեր իմաստասիրությունն, այլև ոչ անգամ գիրք արվեստից ուրեք գտանեին, ապա եւի հունացն դիմեցի աշխարհ։
Բան չհասկացա, ինչ դժվար է։ Բայց ինչ որ բան հասկացաք, չէ՞, հասկացաք, ոնց հայերենին նման է։ Ահա։ Բայց հա, դե մենք հետո հայերենը, որտեվ հայերենը հին լեզու է, որտեվ այս ժամանակ ոչ Ամերիկա կար, ոչ Ռուսաստան կար, ոչ Անգլիա կար, այդ պետությունները ու այդ ազգերը նույնիսկ չկային։ Իսկ Հայաստանում արդեն գիտություն կար ու Անանյա Շիրակացին բերեց ու ինքը կոնկրետ մաթեմատիկա, թիվ, թվեր, թվաբանություն ու նաև բնագիտություն բերեց, բայց մինչև իրան 200 տարի արդեն ուրիշ հունական փիլիսոփայություն էին։ Պատիես մեկ 2126 թվականին ինչ ալնելու։ Հա, հələ պատվա, չէ։ Սրանից 1000 տարի ինչ ալնելու։ Օ, 3026-ին։ Սրանից 1000 տարի հետո ինչ, հա, ասենք եթե Աշխարհը փլվելու է Ես գոստիկով։ կարծում եմ, որ կլինի ահա որ լավ աշխարհ։ ապրես, ես էլ եմ դենց կարծում։ Մի բան հաստատ է, որ մարոժնի հաստատ լինելու է։ Կասկով ռոբոտներն են այս աշխարհում լինում։ Մարիամ ջան, ռոբոտները 10 տարի հետո են ելնելու։ Զգուր։ Ռոբոտները 10 տարի հետո են ելնելու։ Արդեն ամեն ինչ է տակի բան։ 10 տարի հետո էսա ռոբոտները համարյա հեսա կսկսեն մեր փոխարեն գործ անել։ Հա, դի չմնի։ Դա ամեն ինչ է տակի բան կա։ Հալստե ասենք երկրի մասին գրումա, ոնց է գրում ինքը։ Երկրի մասին արտաքին բարի փիլիսոփաներից ոմանք ասում են, թե նա սկուտերի ձև ունի։ Սկուտերը ինչ է։ Սինին։ Սկուտերը, որի վրա չոր պեչենիես բերում ունի։ Իսկ երկիրը ինչ ձև ունի։ Կլոր։ Գունդա, չէ՞։ Դուք այդ գիտեք։ Իսկ այն ժամանակ չգիտեին դեռ մարդիկ։ Չգիտեի։ Չէ։ Դրա համար ու քանի որ չգիտեին, մտածում էին լավ ինչ ձև, քառակուսիա, կլորա ոնց է, անվերջա։ Իրանք նույնիսկ մտածում էին, որ կրիան է տանում իրանց աշխարհը։ Ճիշտ է, այդ կարծիքն էլ կար։ Անցել եմ, яг մտածում եմ, որ կրիան է տանում։ Հա։ Աշխարհը։ Դες ոնց է գրում ինքը, այդ մտքերը ոնց է գրում։ Ոմանք ասում են, թե գնդաձև է։ Դες արդեն ինչ որ մեկը ասում է, որ կարող է գնդաձև է, բայց հələ հաստատ չէին որոշել, որ գնդաձև է։ Բայց ինքը ստեղ կոնկրետ արդեն ասում է, որ Ես այստեղ եք մտածեի քառակուսիա։ այդ էլ են հաստատ մտածել։ Այստեղ կարող է ինչ որտեղ ասում է։ Ես ես գրասել եմ դպրոցնեղ ես չեկայի դասին Հերքի մեջ տեսել էի, որ տենց նկարածներ ես բան։ Հա, ես էլ եմ որևէ տարիքում անցել, Հա, որ տարբերակը։ որ կրիանա կա, մտածում են կրիանա տանում։ Հա, նկարածներ։ Հա, այդ շատ ինչ որ չեմ հիշում, որ մի որ ազգերի առասպելներում էր, բայց այդպես որ կրիայի վրա իհարկե։ Կամ ինչ որ բան է, մեծ հսկա Հայտնի բան է։ է իրանց տանում։ Հա, այնպես որ իմացեք այս մարդու մասին, Անանյա Շիրակացին, որը Հայաստան բերել է ձեր բազմապատկման աղյուսակը, որից հիմա, բայց քանի որ դուք արդեն այդ իրար տակ գումարել հանելու բազմապատկելու ձևերը գիտեք, դուք հիմա էլ այս երկար աղյուսակները չեք սովորում, մենակ մի կտորն եք սովորում այդ բազմապատկման աղյուսակի։ Կասկով հենց մեծանանք ավելի, հենց 100 տարի անցնի ավելի հեշտ կլինի։ Հա, Մեկ գումարից հաստատ։ մեկ։ Ինչ որ բաներ մնալու են հաստատ, օրինակ այդ բազմապատկման աղյուսակը երևի միշտ էլ կմնա, որ զուտ այնքան որ մարդիկ սովորեն լրիվ չմոռանան մի քիչ անգիր անել բազմապատկումը, բայց եթե Անանյա Շիրակացու ժամանակ 20 էջ աղյուսակներ էին սովորում, հետո ասին լավ, այսքանը հիշել հնարավոր չի, եկեք մի հատ ձև հորինենք, որ երբ պետք կլինի դնենք իրար տակ, գումարենք, հազբատենք, մեր ուզած թիվը ստանանք։ Այնքանը հենց որ այսքանը։ Բա։ Пока։